Եթերում էքսպերտ հաղորդումն է, բարև ձեզ, իմ զրուցակիցն է արվեստագիտության թեկնածու դոցենտ Արաքս Մարգարյանը։ Զրույցի թեման հայկական լեռնաշխարհում տարածված կենդանական և բուսական ժայռապատկերներն են, որոնք մինչ օրս ուսումնասիրվում են և շարունակում են մնալ առեղծվածային։ Շնորհակալ եմ Տիկին Մարգարյան հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Թեման իրոք շատ հետաքրքիր է եւ որքան էլ թվում է թե ուսումնասիրված է, բայց դեռևս մենք չենք հասցրել յուրացնել, հասկանալ մեր ժառանգությունը եւ նրա նշանակությունը։ Ինչ տեղ ունի բուսական եւ կենդանական պատկերագրությունը հայկական ժայռապատկերներում։ Բանն այն է, որ ողջ Հայաստանի տարածքում սփռված են ժայռապատկերները։ Կարելի է ասել, որ Արագածից մինչև Տավրոսի լեռնաշղթա, այսինքն առավել այսպես խորացված Սյունիքում, Վարդենիսում, Գեղամալեռներում մենք տեսնում ենք շուրջ 30,000 ժայռապատկերներ։ Դա վիթխարի թիվ է եւ ցանկացած ազգ կուզենար նման ժառանգություն ունենալ։ Կարելի է ասել, որ ուսումնասիրված է, բայց եւ այնպես մինչև վերջ ուսումնասիրված եւ յուրացված չէ։ Եվ ժայռապատկերների հիմնական թեմաները հետևյալն են. տիեզերքի մասին գիտելիքներ, կենտանական բուսական զարդանախշեր, աստվածների պատկերներ, մարդու ներքին եւ արտաքին կյանքի արտացոլում, պատկերող տեսարաններ։ Շատ բաներ մենք չենք հասկանում ժայռապատկերներից, որովհետեւ դա հասկանալու համար պետք է առնվազն մտածենք այն նախնադարի մարդու պես եւ այդ զգացողությունը, հասկացողությունը ունենանք եւ մենք այսօր վերցանում ենք ժայռապատկերներն ու մեկնաբանում ենք այնքանով, որքանով մեր աշխարհայացքն է եւ մեր տեսլականն է, բայց ինքը շատ ավելի խորն է եւ կարելի է ասել, այստեղ շատ ավելի խորքային շերտեր կան թաքնված։ Որ ժամանակաշրջանին են պատկանում հայտնաբերված ամենահին ժայռապատկերները եւ ինչ են դրանք խորհրդանշում։ Խոսքը հայկական լեռնաշխարհում հայտնաբերված պատկերների մասին։ Ուրեմն տարբեր կարծիքներ կան ժամանակագրության վերաբերյալ։ Սովորաբար առաջի հազարամյակ են դասում Հարություն Մարտիրոսյանը իր գիտությունը սկսվում է նախնադարից աշխատությունում, դասում է մինչև 8-րդ հազարամյակից սկսած, այսինքն բավականին հետ է գնում, իսկ վերջին ուսումնասիրությունը, որ շատ արժեքավոր է եւ քիչ հանրայնացված, Համլետ Մարտիրոսյանի ուսումնասիրությունն է, որն ի դեպ փորձել է նաեւ վերծանել ժայռապատկերները, դիտարկելով որպես գիժ։ Ժամանակագրությունը տեղադրում է Քրիստոսից առաջ 18 հազարամյակից մինչև 10-րդ հազարամյակ։ Ինչից է ելնում Համլետ Մարտիրոսյանը, սա մի քիչ էլի եմ ասում, մի քիչ անսովոր դիտակետ է, բայց գիտությունը պետք է զարգանա, պետք է նաև ընդունվի այն տեսանկյունները, որոնք անսովոր են եւ որոնց հիման վրա, այսպես ասենք, շատ ատենախոսություններ չեն կրվել, եւ շատ դեպքում դա է արգելակում գիտության զարգացումը, այն ինչ որ մեծ գիտական հեղինակություններին, ասենք, չի պատկանում, բայց թարմ է, նոր է եւ այստեղ կան բավականին խորքային ուսումնասիրություններ եւ աբացույցներ։ Ինչ է ասում Համլետ Մարտիրոսյանը։ Անհայտը հասկանալու համար պետք է մենք հայտնին ուսումնասիրենք, այսինքն որպեսզի ժամանակագրություն տանք, պետք է տեսնենք, թե ժայռապատկերներում ինչ է նկարված, այն ինչի հստակ ժամանակագրությունը մենք գիտենք, օրինակ կերամիկան, բրուտագործական իրերը, որը ասենք 7-րդ հազարամյակ է մեզ արդեն տանում։ Իսկ ինքը հանդիպում ենք Սյունիքի Ուխտասարի ժայռապատկերների վրա նաև նավերի պատկերին։ Եվ այդ նավերի պատկերը ուսումնասիրելով նա աշխարհագրական փոփոխությունները, որը Սյունիքում տեղի են ունեցել, ուսումնասիրում է եւ հանգում է այդ եզրահանգման, որ 18-ից 11-րդ հազարամյակ է դա։ Դա շատ ֆունդամենտալ հետաքրքիր տեսություն է, որը շուրջ կտա այսպես շատ հարցեր պատմագրության մեջ եւ նաեւ ինքը հենվում է Պորդասարի հուշարձանի վրա, որը եղել է մեր տարածաշրջանում երկար ժամանակ, Ուֆայի տարածաշրջանում, որը դարձյալ ինչ որտեղ ավելի արդահայտված եւ ավելի
ցայտուն ներկայացնում է կենտանական պաշտամունքի հետքերը, դրա ոնց որ շարունակությունը լինի ժայռապատկերների։ Օրինակ նույն պորտասարում ինչպիսի խորհրդանիշներ կան հայկական, որոնք հենց բնորոշ են եղել մեր, տեղանքին, տարածաշրջանին, ճիշտ է գիտենք այսօր գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում, ցավոք այնտեղ հայ մասնագետների կատարած ուսումնասիրությունները եղել են բավականաչափ, բայց այնուամենայնիվ ստացված տվյալները ինչ են տալիս գիտական հանրությանը։ Ասեմ, որ այստեղ բավականին լավ ուսումնասիրություն է կատարել Շմիդտը, Կլաուս Շմիդտը, գերմանացի հետազոտող, եւ պեղվել է մոտավորապես 15% հուշարձանի եւ այդտեղից հայտնաբերված կենտանական պատկերները նույնությամբ կրկնում են ժայռապատկերների պատկերագրությունը, մի քիչ իհարկե ավելի ժայռապատկերները պրիմիտիվ են պորտասարի համեմատ, բայց նույն տրամաբանական հենքն է։ Հիմնական տեղը այստեղ հատկացված է արյուծի, վարազի, հովազի, նաև աղվեսի, գալի պատկերներին, որոնք մենք գիտենք հնագույն, ուրեմն համաստեղություններ են իրենցից ներկայացնել հնագույն քարտեզի մեջ եւ գոյություն ունի մի հատ էլի շատ հետաքրքիր տեսություն անգլիացի գիտնական Օլթմանի, որը ասում է, որ հավանաբար համաստեղությունները ստեղծվել են մի տարածքում, որը ընկած է 36-ից 42 աստիճանների միջև, տարածաշրջանի միջև, եւ դա եթե նայում ենք, քարտեզը նույն հայկական լեռնաշխարհի տարածքն է, այսինքն դա կարելի ասել, որ նույն կենտանիների պատկերները առաջի համաստեղությունների, այսինքն երկնքի հետ կապելու փորձն է մարդու, կանոնակարգելու իր իրականությունը, իր կյանքը եւ այդ առումով շատ հետաքրքիր է, թե ինչպես են իրենք կանոնակարգել եւ փորձել ինֆորմացիա առաջինը իրենք իրենց համար երևի թե եւ հետո նաեւ գալիք սերունդների համար ինֆորմացիա հաղորդել, փոխանցել։ Այո։ Եվ որ կենթանին է եղել ամենատարածված այսպես ժայռապատկերների բնօրինակի համար։ Ամենաշատը, այսպես եթե դիտարկենք Ուխտասարի ժայռապատկերները, որոնք ամենականոնակարգվածն են երևի, ուրեմն 802 ժայռապատկերների վրա կան 4133 պատկերներ, որոնցից այծերի պատկերները կազմում է 1869 հատ, մարդու պատկերը 896, այնուհետև գալիս է արյուծինը 713, ցլինը 280, օձինը 145 եւ եղջերու պատկերը 119, այսինքն հիմնական գերակշռում է այծը։ Այո, գերակշռում է, կարելի ասել 45%-ը կազմում է այծերի պատկերը։ Տեսեք, հնագույն ժողովուրդների ժայռապատկերներում հաճախ են հանդիպում այծը պատկերված կնոջ հետ, ըստ մեկնաբանությունների եւ այդ խորհրդանիշների վերծանման, արու այծը ասոցացվել է պտղաբերության սկզբի հետ։ Այս խորհրդանիշները այսպիսի Հայաստանում եւս առկա են եւ ինչ կարող են այն դրանք մեզ փոխանցել։ Սովորաբար, այո, շատ տարածված տոտեմ է, շատ տարածված սիմվոլ է այծը, առաջավոր Ասիայում եղել, հայկական սիմվոլիկայի մեջ մենք տեսնում ենք կենաց ծառի հետ այծի պատկերը հիմնականում, կենաց ծառն է եւ երկու կողքում այծերը, ոնց որ այծը համարվում է կենաց ծառի պահապանը, շատ հետաքրքիր սիմվոլ է, նաեւ գառնից հայտնաբերված կնիկի վրա ենք կարող տեսնել այդ պատկերը։ Շատ հետաքրքիր մեկնություն է տալիս դարձյալ Համլետ Մարտիրոսյանը, ինքը այծի շատ հանդիպումը, այն որ մենք ասում ենք, որ մեր տոտեմն է եւ դրա համար այծերին շատ է պատկերվել եւ դրանով է մենք նաեւ ժայռապատկերներ իծագրեր ենք, չէ, անվանում, ինքը ուրիշ ձև է մեկնաբանում, ասում են, որ այծ բառի հավավումը Աստված է, ածը, այծ դուրս է գալիս յ ու ծ, ած, Աստված, ու մենք գիտենք, որ նաև այծին դիկ են ասում, չէ, դիկ, դից, բառը, այսինքն որտեղ շատ է այծի պատկերը, դա խորհրդանշում է մեր ուրեմն պաշտամունքը, Աստծո պաշտամունքը, կրոնական նշանակությունը, կրոնական, եւ մենք գիտենք նաև, որ Օրիոնի համաստեղությունը նույնացվում է
այծի հետ, այծի պատկերի երկու եռանկյունիներ, հա, դա Օրիոնի համաստեղությունն է եւ տեքստերի մեջ, այդ ժայռապատկերների մեջ, որ նշվում է Օրիոնի մասին, այնտեղ էլի այծ է պատկերվում, այծ եւ այդ նշանով այծ, հա, շատ հետաքրքիր է։ Այսինքն մեկը մյուսին լրացնում է եւ կարելի ասել, սա ոչ թե նկար է, պատկեր է, նշան է, այլ գիր է, մտածողություն է, լեզվա մտածողություն է, որը հիմնված է համանունության սկզբունքի վրա։ Նույն բառը կարելի է փոխարինել մեկ այլ բառով եւ ստանալ, հա, իմաստը, նույն իմաստը։ Դա ու հայերեն է տեքստը, հա, հնագույն այդ ժայռապատկերների տեքստը, վերծանումը գալիս է վերջնական հայերեն լեզվա մտածողությամբ։ Հետաքրքիր փաստ է եւ գիտական հանրության կողմից տարբեր վիճահարույց քննարկումների տեղիք է տալիս այդ հարցը։ Ապացուցված է թե բնականաբար միշտ նորը, նորագույնը դժվար է ընդունվում, հա, այդ միշտ կա գիտական վեճը եւ ես շատ բազմիցս հանդիպել եմ, որ ասենք գիտության մարդիկ շատ բաներ չեն ուզում փոխել այն տեսություններից, որոնցով սովորել են եւ որի հետքով գնացել են։ Ամենա այսպես պրիմիտիվ օրինակը բերեմ Ուրարտերենի, այսպես ասած, արարատյան թագավորության գրերի հետ կապված, հա, որ գրերը կարտացվել են ասորերեն լեզվով եւ մինչեւ օրս այդ սխալը շարունակում է, թեպետեւ շատ շատերը այսօր բղավում են, որ արարատյան թագավորության լեզուն պետք է հայերենով կարտացվեր եւ կլիներ ոչ թե Ուրարտու, այլ Արարատ, որտեղ ռ տ է, հա, բաղաձայներն են պահպանվում, կամ ոչ թե Բիայնա, այլ Վանա, վ-ն է պահպանվում։ Ինչ եմ ուզում ասել, որ ցանկացած տեսություն, այն ինչ որ նորն է, միշտ այսպես սրերով է դիմավորվում եւ ես չեմ զարմանա, որ քննադատություններ լինեն, անհամաձայնություններ լինեն, դա նորմալ է, բայց միշտ կան մարդիկ, որոնք ի հեճուկս այդ ամեն ինչի չեն վախենում առաջ գնալ եւ գիտությունը առաջ տանել։ Հանձինս դա Համլետ Մարտիրոսյանի, որը այսօր փորձում է մեր ժառանգությունը մեզ վերադարձնել։ Միշտ դա այդպես է, անշնորհակալ գործ է, երբ որ դու գնում ես նոր չհարթված ճանապարհով ու այդտեղ շատ են քարկոծումները, հա, լինելու, բայց ես գտնում եմ, որ միակ աբագան եւ հեռանկարը նաեւ դրա մեջ է, որ մենք չվախենանք նոր բացահայտումներից, հա, ի վերջո այն գաղափարը, որ հայկական բնորանը եղել է հնագույն բնորաններից մարդկության, այսօր ապացուցում է Պորդասարի ֆենոմենը։ Եվ ի վերջո այսօր կա դենկայի փորձաքննություն, որ աշխարհի տարբեր վայրերում հայտնաբերված հնագույն կմախքներով հնարավոր է որոշել հնագույն էթնոսը։ Ինչ ենք մենք վախենում, ինչից ենք մենք վախենում։ Միգուցե նրանց, որ ասենք պաշտպանած թեզերը սխալ դուրս կգան, բայց դա էլ պետք չէ վախենալ, դրանց է պետք չէ վախենալ, պետք է պարզապես առաջ գնալ եւ չվախենալ կոտրել կարծրատիպերը։ Ինչպիսի ավանդազրույցներ են, հա, մեզ հայտնի ժայռապատկերների հետ կապված, օրինակ խորենացու հիշատակումներում եմ ես հանդիպել, երբ նշվում է Տորկանգեղի մասին, որ որցաքարերը հղկելով, վիմաքարերը տախտակների վերածելով, արծիվների փորագրություններ է, հա, արել վրան, այդպիսի մի ինչ-որ հիշատակումներ կան, ձեզ այլ առավել հետաքրքիր ինչպիսի ավանդազրույցներ են մեզ հասել։ Ամենահետաքրքիրը երևի թե դա է ժայռապատկերների հետ կապված, որովհետև եթե մենք փորձենք գտնել թե ով է առաջինը, եղունգներով, մագիլներով, ինքը ինչ որ բաներ է փորձե փորագրել, հա, թողնել։ Ընդ որում շատ հետաքրքիր է, հա, շումերերեն այդ նշանակում է շար, հա, շար, տեսեք բառերը շարում ենք հեշտականությամբ, շար նշանակում է նաև գիր, մյուս իմաստը, հա, այսինքն դա նշանակում է, որ այս հնագույն այդ շերտը, որ կապված է նաև ավանդազրույցի հետ, կապված է այսպես ժայռապատկերների ու գրերի նույնացման հետ։ Եվ ինչն է այստեղ հետաքրքիր, որ այո, մենք տեսնում ենք, որ մեր հնագույն այսպես նախնիներից մեկը
ժայռապատկերներով է զբաղվել եւ դրանով կարեւորություն է տրվում ժայռապատկերի նշանակությանը թերին։ Անգեղի պաշտամունք ունենք մենք, չէ՞։ Նույն շատ մոտ գտնվել է անգեղտունը, որը էլի մոտ է Պորդասարին։ Եվ այստեղ մեկը մյուսին շարունակում է։ Իմիջայլոց մենք անընդհատ Պորդասարի մասին ենք խոսում, բայց հսկայական շերտ է դուրս գալիս, որ ասում են սրբազան կիսալուսին թուրքերը, որովհետև այդտեղ ընկնում է Չատալ հույուկը, հա, այդտեղ ընկնում է Իրանի եւ Սիրիայի տարածքներում, նաեւ Թուրքիայում շատ հնագույն մշակութային շերտեր, որոնք որ պարունակում են մարդկության ամենասկզբնական փուլի մասին ինֆորմացիան, տեղեկությունները, ժայռապատկերների, առանձին հուշարձանների, հնագիտական այսպես վայրերի մասին։ Չմոռանանք նաև, որ ժայռապատկերների մեջ կարելի է հանդիպել ոչ միայն իրական կենդանիների, այլև մտածածին, օրինակ վիշապի պաշտամունքը, վիշապը, հա։ Հայաստանում, հայկական լեռնաշխարհում հենց վիշապի պաշտամունքը մենք գիտենք նույն գորգագործության մեջ է, հա, կիրառվել, ժողովրդական մշակույթում է, հա, կիրառվել, նաև ժայռապատկերների տեսքով է, հա, մեզ հասել։ Այո, վիշապի թեման շատ հետաքրքիր է եւ շատ վիճելի է, էլի, որովհետեւ տեսեք ինքը որպես այդպիսին չարի ու բարու, ջրի ու կրագի, հա, ուրեմն օծի եւ թրջնի համադրություն է։ Եվ մենք տեսնում ենք վիշապաքարերի մեջ, ժայռապատկերների մեջ, վիշապագորգերի մեջ, որն է վիշապագորգում, ուրեմն իրազարտը, մեծատար տնը, տեանման զարտանախշը, եւ դա էլ է զարմանալի, որ ինչպես հայ կինը, որը գորգ է գործում, իմացել է, թե ինչպիսի համաստեղություն է վիշապը, որ այդ նույն զարտանախշը փոխանցել է գորգի մեջ, հա, ինչպես է դա հնարավոր։ Եվ մենք տեսնում ենք, որ վիշապի պաշտամունքը էլի ամենաառեղծվածային էջերից է, որը մինչև վերջ այսօր չունի պատասխան։ Ինչ են ամենաբարձր լեռնային տարածքներում ջրերի մոտ դրվել վիշապաքարերը, ընդ որում Արագածնում է դա հանդիպում, հա, Գեղամալերներում, այո, սկզբնաղբյուրներում, ինչ է դա նշանակում։ Այսօր մի հատ էլի սիրուն վարկած կա, ես վերջերս այսպես սերդեցի, որ հնագույն պատկերացումների մեջ սկզբում հացը պատրաստվել է երկնքում, հետո նոր երկրի վրա եւ վիշապաքարերը ցուցիչ են եղել, թե երբ ցանել, երբ ջրել, երբ հավաքել, այդ ժամանակվա պատկերացումները ինչ որ ուղղորդող ուրեմն հուշարձան է դա եղել։ Բոլոր դեպքում պետք է կապել ուրեմն հողագործական մշակույթի հետ, որովհետև առաջին այդ ժողովուրդները հողագործներ են եղել, որոնք որ ստեղծել են այդ պաշտամունքը, այդ մշակույթը։ Հետո չմոռանանք նաև մի շատ կարևոր բան, որ հնագույն պաշտամունքը անիմալիզմը կարևոր դեր է կատարել, երբ որ կենտանու հանդեպ եղել է մարդկային վերաբերմունք եւ մարդու հանդեպ հակառակ կենտանական վերաբերմունք, այսինքն կենտանուն վերագրվել է եւ պաշտպանելու հատկություն եւ նաև մյուս կողմից վերագրվել է ուրեմն որոշակի ուժ, որոշակի հզորություն, գերբնական ուժեր, որոնք որ ամեն մեկը ուզեցել է իրեն վերցնել, մարդկային, այսպես ասած, ցեղային առաջնորդները, թագավորները, չմոռանանք, որ այդ նույն մտածողությունը նաև տեսնում ենք զինանշանների մեջ։ Տեսեք, նույն արձրունիների զինանշանը արձիվն է, չէ՞, որը արձոլվում է Աղթամարի եկեղեցու վրա։ Եթե նայենք, որովհետև արձրունիներն են կառուցել եւ արձիվ է պատկերված, հետ իրենց զինանշանը։ Ամեն մի այսպես ցեղի առաջնորդ կամ այսպես տոհմի առաջնորդ ուներ իր պահապան կենտանին։ Եվ ամեն մեկը կախված թե ինչ էր իր համար կարևոր, ճարպկությունը, ուժը, խորաթափանցությունը վերագրվում էր այս կամ այն կենտանու հատկությունը, հատկանիշը։ Ժամանակակից արվեստաբաններ ինչպես են վերաբերում այս ժայռապատկերներին եւ մենք ինչպես ենք տեսնում դրանց արտացոլումը ժամանակակից արվեստում։ Գիտեք, ես ճիշտն ասած տեսնում եմ, որ դիսերտացիաներ են, թեզեր են հայցորդական գրվում համալսարանում, պատմության բաժնում, դա լավ է եւ
բայց եւ այնպես ինձ թվում է, որ մենք պիտի մի հատ դուրս գանք այդ սովորական կարծրատիպային վիճակներից եւ մի հատ փորձենք վերընթերցել մեր շատ մշակութային կոթողներ։ Ինչ վերաբերում է, ասենք, հնի ու նորի այդ վերարտադրության գաղափարին, ապա դա շատ հետաքրքիր ձևով արտահայտվում է դեկորատիվ կիրառական արվեստի նմուշների մեջ։ Մենք տեսնում ենք, որ շատ բրուտագործական իրերի վրա մենք արտահայտում են, վերատվում են, այո, ժայռապատկերներ, մենք վարպետ ունենք Գյումրուց, հագուստի այո, հագուստի տարերի մեջ են օգտագործում եւ դա հրաշալի է, որովհետեւ կարծես վերստին վերագտնում են նախնիների ուժը, նախնիների զորությունը։ Ես այսպես եկել եմ այն եզրահանգման, որ բրդի հետ կապված մեր ժողովրդի սերը կապված է նաեւ ինչ որտեղ եւ խոյի պաշտամունքի հետ եւ Բեզոարյան այծի պաշտամունքի հետ, տեսեք մեր տոտեմիկ կենտանին լինելով Բեզոարյան այծը, ինք ուներ որոշակի հատկություններ, շատ խիզախ էր, քաջ էր եւ նույնիսկ այդ կայծակի պահին իր վրա էր վերցնում այդ հարվածը եւ իր մյուս անդամներին հոտի պաշտպանում էր, հա, դա ազնվագույն հատկանիշ է ցուցաբերում եւ այդ հատկանիշները փորձ է արվում վերարտադրել նաեւ այդ մշակութային կոթողների միջոցով փորձում է վերականգնել եւ դա կապ է մեր նախնյաց ժառանգության հետ։ Ի վերջո շատ բաներ անցել է նաեւ քրիստոնեության մեջ եւ մենք երբ որ մենք փորձում ենք շրջանցել հետանոսությունը, մենք կորցնում ենք շատ կարևոր մի շերտ, շատ կարևոր մի հատ պլաստ մշակույթի եւ միայն հետանոսությունն ու քրիստոնեությունը միասնական ամբողջության մեջ դիտարկելով մենք կարող ենք վերագտնել մեր իսկական արմատները, ուժը, հզորությունը։ Ես բնավ չեմ կարող ինչ-որ քննադատական բան ուղղել քրիստոնեությանը, տեսեք ինքը ինչ է ասում է հույս, հավատ, սեր, չէ, բայց մեր հետանոսությունը նաև ասում է սեր, իմաստություն եւ ուժ, հա, մենք փորձենք վերականգնել մեր ամբողջությունը, միավորելով մեր հետանոսությունը եւ մեր քրիստոնեությունը։ Մեկը տալիս է սեր, մեկը տալիս է ուժ, մեկը տալիս է իմաստություն եւ ամբողջության մեջ է հայ տեսակը։ Ինչ են փոխանցել մեզ հայկական ժայռապատկերները։ Գիտեք, ես կարծում եմ, որ մենք մինչև վերջ չենք ուսումնասիրել ժայռապատկերների լեզուն եւ կոդերը։ Մինչև մենք վերջնական, տեսեք 30,000 ժայռապատկերներ են մեզ հասել։ Միայն Հայաստանի Հանրապետության տարածքի մասին է խոսքը, բայց որքանի ուրեմն իմաստն ենք մենք վերցանել կամ հասկացել մինչև վերջ եւ նույնիսկ ինձ համար ապշեցուցիչ է այն, որ տիեզերքի մասին հսկայական գիտելիքներ են թաքնված ժայռապատկերների մեջ։ Նույն Էմմա Խանզադյանը Մեծամորի ժայռապատկերների մասին է խոսում, այդ տիեզերքի մասին գիտելիքներ։ Այն որ մենք նոր ենք բացահայտում այդ մասին, նոր ենք խոսում, հա, ինչ տիեզերական երևույթներ կան, իսկ նախնադարյան մարդը ավելի կապված եղել այդ ուժերի հետ, ինքը խոսել է աստվածների հետ, դիցերի հետ, իր շրջապատող բնության հետ եւ իր համար շատ դա բնականon է եղել։ Եվ ինչ է փոխանցել տիեզերքը ժայռապատկերների միջոցով մեզ, որն է մեր առաքելությունը այսօր։ Մեր առաքելությունը մնալ ի հեճուկս բոլոր դժվարությունների, զարգանալ, վերածնունդ ապրել, վերագտնել մեր ուժն ու իմաստությունը, որովհետև մեր անկումնային շրջանում ենք գտնվում հիմա եւ հիմա գալիս է մեր վերելքի ժամանակն է մոտենում, որքան էլ այսօր սա հնչում է, ոնց ասեմ, միգուցե եւ նաիվ, միգուցե եւ մի քիչ ոչ արդիական, բայց ես հավատում եմ, որ մի ժողովուրդ, որ այդքան հազարամյակների պատմություն է անցել, այդքան մեծ մշակութային շերտ է թողել, ինքը չի կարող պարզապես
վատ բան չասեմ, բայց դուրս չգալ այս իրավիճակից, չկարողանալ վերագնել իր ուժն ու հզորությունը։ Մեր մշակույթի գիտակցությունն ու ճանաչումը հենց այդ գիտակցությունն է տալիս։ Ժամանակակից երիտասարդները, մեր ուսանողները, որքանով են հետաքրքրված հայկական ժայռապատկերների ուսումնասիրմամբ, ինչու՞ չէ նաև այսօր հանրահռչակմամբ, տարածմամբ։ Գիտեք, ընդհանրապես մենք շատ հետաքրքիր երիտասարդություն ունենք, որին ես կբաժանեի երկու տեսակի։ Իմիջիայլոց 27 տարի ես բուհում դաս եմ տալիս Գյումրիում եւ այսպես որպես էքսպերտ, կարող եմ ասել այդ առումով, մեկը ահավոր հայրենասեր է, որը մեկը փնտրում է իր արմատները, փորձում է գտնել հեմատ տեղ, հեման կետ, որից որ ինքը կվերածնվի, կվերագտնի իր ուժը եւ ահավոր կարեւոր է իր համար այս սիմվոլների ուսումնասիրությունը։ Իդեպ ես ունեմ այդպես էլի շարք, որտեղ ավելի մանրակրկիտ ուսումնասիրում ենք եւ դիեզերքի մասին մեր գիտելիքները եւ գորգերի մասին մեր գիտելիքները, որոնք որ պարզապես պատկեր չեն, այլ մի ամբողջ պատմություն է, պատկերագրություն է։ Եվ այդ ամբողջը եւ մեր հնագույն դիցաբանությունը, ինչի՞ չէ, եւ ճարտարապետությունը, եւ այդ ամեն ինչը իրանց համար դա հենք է կառուցելու նորը, որովհետեւ մինչեւ դու չկանգնես քո արմատների հետ կապ չհաստատես, դու չես կարող առաջ գնալ։ Իսկ մյուս սերունդը, մյուս մասը երիտասարդների իրանք ավելի շատ հետաքրքրված են, ասենք, այն ինչ որ դրսում է կատարվում, ինչ որ այսօր արդիական է թվում, հնչում, հա, բայց իրենք չեն ուզում կապ տեսնել իրենց արմատների հետ։ Ես միայն կարող եմ ասել, որ դա այդ ամեն ինչը ժամանակավոր է եւ երբ արմատներից ես սնվում, շատ ավելի երկար ճանապարհ ունես գնալու եւ ավելի կենարար է այդ Այստեղ գուցե խնդիրը նաև մատուցման մեջ է, հա, տեսեք, մենք խոսում ենք ժամանակակից տեխնոլոգիաներ կան, որոնք թույլ են տալիս ավելի պարզ հեշտ եղանակով, հա, ներկայացնել նույն ժայռապատկերները, ավելի վիրտուալ, ավելի ինտերակտիվ եղանակով։ Այս ուղղությամբ մեր երկիրը պետական գերատեսչություններից սկսած մինչև անհատներ ինչ անելիք ունեն։ Ճիշտ է, ճիշտ հարց եք բարձրացնում, որովհետև այսօր կարելի է ամեն ինչը դարձնել շատ ավելի ընթեռնելի, տեսանելի, շոշափելի, այսպես վիզուալ, հասանելի եւ ինչի՞ չէ օգտագործենք այս նորագույն տեխնոլոգիաները մեր վիթխարի մշակույթը հանրայնացնելու, համահռչակելու համար, դա հսկայական առաջընթաց կլինի։ Եվ նաև մենք տեսնում ենք, որ հազարամյակների այսպես շերտը մի տեսակ ոնց որ որոշ ժայռապատկեր, դա ի վերջո ժամանակ ամենահաղթն է, կարող է քայքայվել, վնասվել, ջնջել, այո, ջնջել, եւ դա կփրկի նաև մի ամբողջ մշակութային շերտ։ Դուք շատ սիրուն առաջարկություն արեցիք, որ կարող են մեր IT ոլորտի երիտասարդները նաև զբաղվել այդ հարցով, ուրեմն թվայնացնել եւ հանրահռչակել հայկական ժայռապատկերները ավելի այսպես տեսանելի դարձնել եւ առաջինը մեզ համար եւ նաեւ դրսի, հա, հանրույթի համար, որը շատ դեպքում չի ուզում տեսնել, չի ուզում ճանաչել այդ մեր հսկայական վիթխարի ճանապարհն ու մշակութային։ Բայց արդյոք այսօր բավականաչափ վերծանված է, հա, այնինչ ունենք, դուք նշեցիք 30,000, դե բնականաբար չէին կարող այդ թիվը վերծանել, բայց այնուամենայնիվ այն ինչ որ հասանելի է, այն ինչով որ ուսումնասիրել են եւ ովքեր են այն նվիրյալները, որոնք տարիներ շարունակ կամ տարիներ առաջ իրականացրել են այդ կարևոր առաքելությունը եւ մեզ են փոխանցել տեղեկություններ այնպիսի վայրերի մասին, այնպիսի ժայռապատկերների եւ խորհրդանիշների մասին, որոնց գտնելը, հանդիպելը դժվար կլիներ, հա, մեզ համար։ Իհարկե միշտ կան նվիրյալներ, մենք գիտենք Սարդարյանի գիրկը, որը ուսումնասիրել է ժայռապատկերները, մենք գիտենք Հարությունյանի, կներեք Հարություն Մարտիրոսյանի աշխատությունը, մենք գիտենք Համլետ Մարտիրոսյանի աշխատությունը, կան նվիրյալներ, բայց ելի եմ ասում, այսօր այդ ամեն ինչը պետք է շատ ավելի տեսանելի դարձնել եւ այդ առումով շահեկան է Համլետ Մարտիրոսյանի
աշխատությունը, որը բանալիներ է մեզ տալիս, վերծանելու բանալիներ, այլ խնդիր է, որ մեկ հոգի չի կարող 30,000 ժայռապատկեր վերծանել, բայց այն, որ բանալին կա, դա հսկայական օգնում է։ Այբուբեն է, այսինքն, որի միջոցով հնարավոր է կարդալ, հա։ Նայեք, օրինակ, եթե պատկերված է շրջան եւ կետ, հա, ժայռապատկերի վրա, Համլետ Մարտիրոսյանը առաջարկում է կարդալ արեկակ։ Եթե կա արյուծ նկարված ար բառից էլի, արև, հա, եւ շատ դեպքում այդ բառն էլ, հա, այդ աստված կամ դիկ, դից, հա, ինքը այսպես համանունների միջոցով համադրելով օծ նկարը, հա, նկարը խոսքի վրա։ Այո, օծ օծել, հա, նշանակում է նաև օծել, ինչ որ բանով շնորհել, կամ եղնիկի պատկերը եղ արմատն է վերցնում, այսինքն լինել, եղել է, լինել, հա, իմաստն է վերագրում, այդպես փոխարինելով պատկերն ու իմաստը, ինքը գտնում է բանալիները, որոնց միջոցով բացում է իմաստները, դա աշխատող տարբերակ է, ես ինքս փորձել եմ, պարզապես վիթխարի աշխատանք է պետք, շատ ժամանակատար է եւ ես կարծում եմ, որ երիտասարդների մեջ է կլինեն մարդիկ, ովքեր կուզենան իրենց կյանքը նվիրել հենց այդ գործին, որովհետև տեսեք իշքան հետաքրքիր է, դու սկսում ես կարդալ քո նախնիներիդ գրած, ինչ որ շատ հին տեքստեր ու դու ավելի լավ հասկանում ես քո ժողովրդին, քո արմատները, քո ի վերջո գործը անում ես փայլուն ու ինչ որ մի բան ես թողնում, որը շատ կարևոր է ու իմաստավորված։ Եվ այս ժառանգության պահպանումը շարունակականություն ապահովելու համար դուք ինքներդ էլ, հա, նախաձեռնել եք, հեղինակել եք աշխատություն, կոչվում է հայկական հնագույն խորհրդանիշներ, արդյոք հետաքրքրում է, հա, սկսնակ հետազոտողներին, որպեսզի ուսումնասիրեն, նաև ձեր գրքի միջոցով, հա, կարողանան պատկերացում կազմել։ Ես այս թեման ինձ 20 թվականից էր հետաքրքրում, ես շատ հարցերի պատասխաններ գտա հայկական խորհրդանշանների միջոցով, բայց եւ նաև հասկացա, որ դա մի օվկիանոս է, որը մարդկային մի ամբողջ կյանք է պարունակում։ Ես փորձեցի համառոտել, հա, վերցնել ամենակարևորը, որը նաև հույս ունեմ հետո շարունակել, ամբողջացնել եւ ավելի ծավալուն աշխատություն դարձնել։ Կարևորագույն այսպես ուղենիշները ինձ համար դրեցի, ինչ ուղղությամբ պետք է աշխատեմ, եւ ինձ թվում է սա ընդամենը շատ ոնց ասեմ 10%-ն է, այն 10-ը չէ, ավելի քիչ, ինչ որ հետո պիտի լինի, ինչի վրա շարունակում։ Այն հիմքն է, որի հիման վրա հենքն է, որովհետեւ ինքը շատ խորքային ու շատ մեծ լայն հասկացողություն է, մանավանդ երբ խոսքը վերաբերում է մեր հայկական ժառանգության հնագույն մասին։ Եվ ինչ կցանկանաք ընդհանուր ավելացնել այս մեր զրույցին, որ ամփոփենք։ Ուզում եմ ցանկանալ, որ մենք ավելի սիրենք մեր երկիրը, մեր պատմությունը, մեր մշակույթը ու բոլոր հարցերի պատասխանները իրականում այստեղ են թաքնված, հա, թաքնված են մեր մշակույթի մեջ, եթե մենք կարողանանք վերծանել, եթե մենք կարողանանք հասկանալ եւ կարողանանք պահպանել ու փոխանցել, ապա մեր գալիք սերունդները ավելի լավ կապրեն, ավելի ճիշտ կապրեն, չեն կորցնի կապը եւ չեն փորձել շեղվել մեզ համար նախանշված ճանապարհից, իսկ մենք այն, որ մեր ազգը առաքելություն ունի, ես համոզվել եմ ուսումնասիրելով այս խորհրդանիշները, հայկական խորհրդանիշները, այո։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ հանրամատչելի զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։